Առողջական։ Ես լավ եմ։ Դու լավ ես։ Լիպարի։ Լիպարի։ Սուես գյուղից ես։ Հա։ Դու ինչ ես անում։ Անասնապահությամբ եք զբաղվում։ Դու։ Հիմա էլ չեք կարողանում պահել։ Քանի անասուն ունես։ 30։ Ես լսել եմ Արմանից։ Մանրամասն ձեր խնդիրների մասին տեղյակ եմ, բայց եթե ասելու բան ունեք, ասեք։ Սահմաններն է խնդիրները։ Մեր մեծերը մեր իրական սահմանների տեղերը գիտեն, բայց թե ինչի այդպես ստացվել, մենք չգիտենք։ Բոլորս անորոշ վիճակում ենք ապրում։ Այդ ես հասկանում եմ, անվտանգության հարցն է։ Իհարկե դա մեծ խնդիր է, բայց տղամարդիկ խոսում էին, որ հիմնական խնդիրը աշխատանքն է։ Այդպես է, թե չէ։ Բոլորն է խնդիրը, մանկապարտեզ չկա։ Չէ, մենք մի խնդրանք ունենք։ Դու այս սահմանները պետականորեն ծառայի մեր սարդատը։ Մենք ապահով մենք ունենանք լավ ճանապարհ, ճանապարհների հարցը շատ ձեր ճանապարհը շատ ճանապարհ, թե չէ մնացածը ջրի հարցն ա եղել։ Բայց աշխատանքի տեղ հիմա օրինակ զբաղվել եմ, դու կարողանալու եք անասնապահությամբ զբաղվեք այս հողի վրա։ Չեն պայմաններում չէ, անասնապահություն վերացած։ Այսինքն կարող ենք ասենք 3 հիմնական խնդիր կա, որը մեկը անվտանգությունն է, սահմանները, մեկը ճանապարհը եւ մյուսը հողը։ Հող չկա, որպեսզի աշխատանք բավարարի։ Արոտավայրեր։ Դրա համար է նաև օրինակ հիմա մենք առաջ ենք տալիս այդ անվտանգության գոտու հետ կապված հարցը, որ հնարավորություն ունենա գյուղացին այդ արոտավայրերից բանից, այդ թվում ջրային պաշարներից օգտվելու։ Իսկ հիմա մինչև դրան հասնելը արդեն ավելի անմիջական խնդիր այդ հողի բանի հետ կապված։ Այստեղ ես ասեմ, մենք պարոն նախագահ, կադաստրային բոլոր փաստաթղթերը, որ ժողովուրդն էլ իմանա, նախորդ մեր գալուց հետո մենք կադաստրային բոլոր փաստաթղթերը տուն առ տուն, հող առ հող ամփոփել ենք եւ ներկայացրել ենք համապատասխան մարմինին։ Մենք բոլոր հարցերը, որ բարձրացվեցին, չի նշանակում, որ ես այդ բոլոր հարցերը կարողանալու եմ լուծել, բայց առնվազն այն ինչ որ սահմանին է վերաբերվում, ասենքն Հայաստանի եւ Հայաստանից դուրս այս հարցերով զբաղվող ինստիտուտների առաջ բարձրացնեմ։ Կան հարցեր, որ կապված է ձեր հետ, եւ կան հարցեր, որոնք կարելի է լուծել ինչ-որ ձևով։ Այս ժողովրդի տեսակը իշտեղ չի լինի։ 500 մետր, 250 մետր հեռավորության վրա թուրքը կանգնած, այս ժողովուրդը իր այգի մշակում է։ Եվ բնակչությունը, եւ մենք որպես վարչական ապարատի ներկայացուցիչներ եւ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, մենք մեր խնդիրները ներկայացրեցինք, նախագահը ուշի ուշով հետևեց, լսեց, շնորհակալ ենք դրա